Ողջունում եմ գործարալիքին միացած մեր լսողներին եւ դիտողներին, մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, հաղորդումը կարող եք նաեւ դիտել մուլտիմեդիա հարթակներում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում է նաեւ հասանելի։ Մենք թարմուղեղով զրույցն ենք սկսում այս պահին, մեր տաղավարումը ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն է, բարի օր, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ ձեզ կրկին այստեղ տեսնել։ Ձեզ հրավիրում ենք այն ժամանակ, երբ կարծես թե իրավիճակը հիմնականում վատացած է լինում կամ այսպես վտանգները մեծացած են լինում, դեռ ձեր գնահատականը մեծապես կարևորում ենք այդ ժամանակ միշտ, բայց այդ ժամանակ առավել քան կարևոր է։ Հիմա սկսենք այն տեղից, որ վերջին օրերին, վերջին շաբաթը կարող ենք ասել, ապատեղեկատվությունները կրկին շատացել են ու դա մեզ համար մտահոգիչ է։ Կարծում եմ բոլորս ակնկալում ու պատկերացնում ենք դրա հետևանքները, բայց խուսափելով բոլոր տիպի ապատեղեկատվություններից, որոնք շրջանառվում են հանրության շրջանում, փորձենք իրավիճակը գնահատել, հասկանալով հետևանքները եւ ինչի սպասենք։ Խնդրեմ։ Եթե իրավիճակը գնահատելու տեսանկյունից նայենք, ապա պետք է ասեմ, որ իրավիճակը բավականին անորոշ է եւ անհասկանալի, որովհետեւ մի կողմից այդ հայտարարությունները Ադրբեջանից եկող անդադ հայտարարությունները, մյուս կողմից արկա համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստը բերում է մի այնպիսի կետի, որտեղ որ դու անորոշության մեջ ես հայտնվում, թե արդյոք կլինի ռազմական գործողություններ, արդյոք նոր պահանջներ են ի հայտ եկել, թե պետք է գնանք պայմանագրի ստորագրման եւ պայմանագրի ստորագրումից հետո ինչ իրավիճակում ենք մենք հայտնվելու։ Դրա համար ես ասում եմ, որ անորոշ իրավիճակ է, բայց ամեն դեպքում այս անորոշությունը եւս ցրելու համար պետք է հասկանանք, թե վերջի վերջո այս հայտարարությունները Ադրբեջանի կողմից, որոնք որ գալիս են իբրև թե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից խախտվում է հրադադարի կամ կրակի արձակվում, ադրբեջանական դիրքերի ուղղությամբ պետք է հասկանանք, թե ինչու է սա ասվում, ինչու Ինչ տրամաբանություն կա այդտեղ։ Պետք է նաեւ դիտարկենք այն, որ այս բոլոր հայտարարությունները չպետք է միայն դիտարկել ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա երկսայր է, մի կողմից նաև Հայաստանի Հանրապետության դեմ է, մյուս կողմից նաև, ինչու՞ չէ, Բաքվի բռնապետը ներքին քաղաքական խնդիրներ է լուծում, որովհետև գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարը իր քաղաքական իշխանությունը եւ ոչ միայն իր, այլ նաեւ հնարավոր որդու քաղաքական իշխանությունը ամբողջությամբ կառուցել է հայատացության վրա եւ Ադրբեջանում շատ մեծ քարոզչություն է գնում հայերին ատելու, հայերին սպանելու առումով, սկսած մանկապարտեզից վերջացրած գիտահետազոտական ձեռնարկներով։ Այնպես որ այս առումով երկսայր է ինքը եւ ուղղված է ներքին քաղաքական կյանքին եւ ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Փորձենք հասկանալ, թե Հայաստանի Հանրապետության դեմ ինչու է ուղղված, որովհետեւ կարծես թե պայմանագրի տեքստը կա, համաձայնեցված է, իրենք տվել են իրենց համաձայնությունը եւ ընդ որում պետք է ասեմ այդ տեքստը լիարժեք չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, այլ բխում է մեծ հաշվով Ադրբեջանի շահերից։ Իշխանությունները ասում են, որ դա երկկողմանի հավասարաչափ է, եթե ինչ-որ մի կողմին վտանգ սպառնի, հավասարաչափ հայելային կերպով վտանգ է մյուսի համար, եւ դա ներկայացնում են, որ Ադրբեջանը չի կարող որևէ կերպ շահել այս փաստաթղթից։ Ոնց եք կարծում։ Գիտեք, քանի դեռ փաստաթղթի դրույթները ամբողջությամբ հրապարակված չեն, ոչինչ չեն կարող ասել, այս ինչ կա հրապարակային կամ ինչի ենթադրում ենք, դրա մասին ենք մենք ընդամենը խոսում եւ դրանք եղել են այդ ենթադրելի կետերը եղել են ընդամենը Ադրբեջանի պահանջները, որի մասին հենց նույն իշխանությունը ասում է, որ օրինակ վերջին երկու այսպես չհամաձայնեցված կետերը եւս համաձայնեցվել են, այդ չհամաձայնեցված կետերը եղել են Ադրբեջանի պահանջները։ Ուզում եմ ասեմ մեծ հաշվով մենք ինչից որ տեղյակ ենք, դրանք այդքան էլ Հայաստանի Հանրապետության շահերից չեն բխում, բայց սա մի կողմ ենք թողում, որովհետեւ տրամաբանորեն պետք է Ադրբեջանը շատ ավելի հակված լիներ եւ ավելի շահագրգռված լիներ այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, եթե հենց ամբողջությամբ իր շահերից է բխում։ Այստեղ հետաքրքիր մի բան կա, որ Ադրբեջանը կարծում է, որ խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ կապելու է իր ձեռքերը եւ ինքը այն նկարտումները, որոնք որ ունի 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, այլևս պատմություն են դառնալու։ Իսկ նկարտումները հետեւյալն են. Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում են ունենալ
մի տարածք, որը կոչում են իրենք Զանգեզուրյան Միջանցք, որտեղով որ իրենք կասկածեն իրենց կոմունիկացիաները, նավթամուղ, գազամուղ, տրանսպորտային կապ, բեռնափոխադրումներ եւ այլն։ Եվ փորձում են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակից ելնելով այստեղ եւս իրավիճակ փոխել եւ տարածաշրջանը ամբողջությամբ փոփոխության ենթարկել։ Եվ խաղաղության պայմանագիրը, եթե կնքվի այդ խաղաղության պայմանագիրը, ըստ էության կապում է Բաքվի բռնապետի ձեռքերը եւ ինքը եւ ոչ մի տեսակի եւ ոչ ռազմական, ոչ քաղաքական պահանջներ չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ։ Իսկ հիմա այս բոլոր գործողությունները ըստիս միտված են նրան, որ ամեն դեպքում ես չեմ ասում վիժեցնել պայմանագիրը, ամեն դեպքում չստորագրել այս փուլում։ Ցկցկել ամեն։ Այո։ Պարոն Հովհաննիսյան, իսկ այս process-ի մեջ մտնելով Ադրբեջանը պիտի գոնե պատկերացնի, որ աշխարհում տեսնում են, չնայած որ մենք միշտ չի որ պիտի աշխարհի վրա հույս տնենք, ամեն դեպքում տեսանք հայտարարությունից հետո, համաձայնությունից հետո, քանի երկիր արձագանքեցին ու ասացին, որ մենք կողմ ենք եւ շատ ուրախ ենք, որ նման վերջնակետի են եկել երկու երկրները, կարծես թե մոտ է խաղաղության հաստատումը, արդյոք Ալիևը սրանից հետո շանս ունի չվիժեցնել կամ գոնե դադարեցնել ու երկարաձգել process-ը, որովհետև բոլորը կարծես թե զգոն կանգնած սպասում են, թե երբ այդ ստորագրության պահը լինելու։ Ինչ կարող են անել իրենք այս դեպքում։ Իրապես ճիշտ եք նկատել, աշխարհի գրեթե բոլոր երկրները, գոնե առանցքային երկրները կամ Հայաստանի կամ Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների մեջ գտնվող երկրները իսկապես հայտարարություն տարածեցին, ողջունելով, որ շատ ուրախ են որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցրել են եւ սպասում են ստորագրման։ Բայց կարեւոր մի բան այստեղ ասեմ, որ աշխարհը միայն սահմանափակվեց դրանով եւ եթե աշխարհը իսկապես կամ խաղացող երկրները իսկապես իրենց ցանկությունը շատ մեծ է, որ այստեղ վերջի վերջո այս կոնֆլիկտը հանգուցալուծվի, շատ կարևոր հայտարարություն չեն անում։ Մի շատ կարևոր հայտարարություն, որը որ սառը ցնցուղ կարող է լինել եւ թե Ադրբեջանի համար եւ թե Թուրքիայի համար։ Ինչ հայտարարություն։ Այդ հայտարարությունը պետք է լինի հետեւյալը, որ ինչպես որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կատարեց, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը կարմիր գիծ է եւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա հարձակումը դա կդիտարկվի որպես ագրեսիա Հայաստանի Հանրապետության վրա։ Այս դեպքում, երբ որ այս տեքստով կամ այս բովանդակությամբ հայտարարություններ հենց խաղացող երկրները կատարեն, ապա դա կլինի ազդակ, դա կլինի նշան, որ Ադրբեջանը այլևս չի կարող նույնիսկ բարձրաձայն խոսել այդ Զանգեզուրյան Միջանցքի մասին, ուր մնաց թե ինքը պահանջներ ներկայացնի։ Այնպես որ աշխարհի մասով սա եւ ինչու՞ չէ, նաեւ պետք է մենք հիշենք Արցախահայության դեպքը, երբ որ 120,000 արցախահայեր պարզապես փախան եւ պարզապես իրենք մազապուրծ եղան, որպեսզի չկոտորվեն, որպեսզի չհայտնվեն այն վիճակում, որ հայտնվեցին օրինակ ալևիները Սիրիայում վերջին շրջանում, եւ աշխարհը լուր էր եւ պարզապես կոչեր, պարզապես հորդորներ էր հնչեցնում։ Եվ կարծես թե այստեղ հայերի հարցը չէ, ինչպես տեսնում ենք աշխարհում այդ ցեղասպան գործողությունները շարունակական են ու 21-րդ դարում որքան էլ որ տարօրինակ է, դրան արձագանք չկա։ Այս հարցը ո՞նց պիտի լուծվի, պարոն Հովհաննիսյան։ Օրինակ մեր երկրի ղեկավարն էլ 15 թվականի հարցը այսպես այլ դիտանկյունից է փորձունել։ Արդյոք դա հարվածում է process-ին կանգնեցնելու այս ցեղասպանական քայլերը, որ աշխարհում տեղի են ունեցել ու տեղի են ունենում, թե ամեն դեպքում դա չենք կարող դրա հետ կապել ու բովանդակությունը տարբերվում է։ Չի տարբերվում բովանդակությունը, դա այն որ հայերը այս անգամ Արցախում բնակվող հայերը կամ արցախահայերը այս անգամ կարողացան մազապուրծ լինել զուտ նրա համար, որ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էին գտնվում եւ եթե ես ասեմ
եթե լիներ այն իրավիճակը, այն հանկարծակի իրավիճակը, որ եղավ Սիրիայում, Լաթակիայում, ապա հայերը եւս կկոտորվեին։ Եվ դա չի նշանակում, որ չեն կոտորվել, դա չի նշանակում, որ հայերը ցեղասպանության, արցախահայերը ցեղասպանության չեն ենթարկվել։ Սա ցեղասպանության մի ձև է, երբ որ մարդը իր էթնիկ եւ կրոնական պատկանելիության պատճառով զրկվում է իր բնորանից, իր այո, իր հայրենիքից, իր էթնիկ կրոնական այսպես ասենք կառույցներն են ոչնչացվում եւ ինքը հենց ճնշվում է նրա համար, որ ինքը հայ է, որ ինքը քրիստոնյա է։ Այսինքն սա եւս ցեղասպանություն է, ցեղասպանության տեսակ է։ Իսկ ցեղասպանության չտեսնելը ցեղասպանությունը կամ փորձել ցեղասպանության տերմինը լղոզել եւ այլն, դրանք բերում են հետագայում նոր ցեղասպանությունների, նոր հանցագործությունների, որը շատ ավելի դաժան կարող է լինել, քան օրինակ հենց հայերի հետ տեղի ունեցած ցեղասպանությունները։ Հարցից մյուս մասը, ոնց պայքարել սրա դեմ, եթե աշխարհը փորձում է աչքերը փակել, անտեսել հաճախ, ինչ անել, այսինքն մենք գիտենք, որ միշտ ուժն է ծնում իրավունք, ինչ անեն այս դեպքում թույլերը, եթե չունեն այդ ուժը, եւ միշտ չի որ ունեն այդ ուժը, ու իրավունքն էլ կարծես թե միշտ չի որ աշխատում է ժամանակներում։ Ինչ պետք է անենք, պետք է ուժեղանան։ Թույլերը պետք է ուժեղանան, այլ տարբերակ չկա, որովհետեւ դա բացարձակ ճշմարտությունն է, որ ուժն է ծնում իրավունք եւ այստեղ այլ տարբերակ չկա, պետք է ուժեղանալ եւ պետք է այնքան ուժեղ լինել, որ քեզ հարվածելուց առաջ մտածեն արժե արդյոք միգուցե պատասխան հարված ավելի դժվար է, դաժան է լինելու, ոչ թե իրենք առանց մտածելու հարված են եւ անցնեն քեստորեն անցնեն առաջ, այսինքն միակ ճանապարհը դա ուժեղանալն է, ուժեղանալ եւ ռազմապես, եւ տնտեսապես, եւ դիվանագիտական դաշտում։ Եթե մենք միտեղ ուժեղ ենք, մյուստեղը թույլ ենք, ապա դա նշանակում է, որ մենք թույլ ենք ամբողջապես։ Ռազմապես, որpիսի մենք կարողանանք մարտունակ լինել, տվյալ դեպքում թույլը կամ չգիտեմ փոքրը, տնտեսապես, որpիսի կարողանա ինքը նաեւ գրավիչ լինել եւ ինքը աշխարհի համար ինչ որ բան ներկայացնի եւ աշխարհը չուզենա, որ այդ տարածքներում լինեն հակամարտություններ եւ դիվանագիտորեն, որպեսզի կանխեն հնարավոր տարատեսակ թե ռազմական գործողությունները եւ թե ցեղասպան գործողությունները վերջի վերջո պետք է կանխարգելիչ նաեւ գործողություններ լինեն եթե չկան կանխարգելիչ գործողություններ ապա վաղ թե ուշ հակամարտությունները գլուխ են բարձրացնում Շատ լավ վերադառնանք Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին սրված իրավիճակին մասնավորապես այ ապա տեղեկատվություններից խոսեցինք վերջին օրերին ակնհայտ էր որ ժամ առ ժամ մենք պիտի սպասենք նոր հարձակման բայց դրան հաջորդեց Միացյալ Նահանգների եկող հայտարարությունը, որի մեջ ուղիղ չնշեմ, բայց այսպես էր նշվում, որ Թրամփը բերում է խաղաղության ոսկե դարաշրջանը եւ պիտի դա աշխարհի մակարդակով տեղի ունենա ու իրենք ակնկալում են, որ հարավային Կովկասում եւս խաղաղություն է լինելու, չեն ողջունում որևէ տիպի ռազմական գործողություն կամ գոնե էսկալացիա տեղային, այդ հայտարարությունը կանգնեցրեց արդյոք Բաքվին եւ արդյոք մինչեւ հիմա ուժը պահում է այդ հայտարարությունը, որ հարձակում չկա։ Այդ հայտարարությունը շատ անհասցե հայտարարություն էր Թրամփի, որովհետև իրականում ինչ է նշանակում պետք է խաղաղություն լինի ամբողջ աշխարհում։ Ինչի գնով, այսինքն ինչ գրավել ես կամ պետք է գրավես, հետո խաղաղություն հաստատես։ Պետք է լինի հստակ հայտարարություն, որ ես ասացի արդեն, որ օրինակի համար հարավային Կովկասում պետությունների տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի։ Այդա կլինի արդեն իսկապես զսպող հայտարարություն, որը որ կարող է կանգնեցնել Ադրբեջանին։ Այս դեպքում դա ընդամենը այսպես բարի ցանկություն է, որը որ շատ լավ բան է, բոլորին թվում, որ խաղաղություն այո շատ լավ բան է, բայց թե խաղաղությունը որտեղ է կանգ առնելու, որտեղից է սկսվելու խաղաղությունը։ Տողատակեր չկային այդ ամեն դեպքում, արդյոք Տշնամական կողմին ինչ որ բան հասկացնելու։ Չէ, իրենց համար հարմար ձևով են հասկանալու դա, որ հա, դե կլինի խաղաղությունը, բայց դե մենք հարցեր ունենք։ Թող սիճողը Հայաստանը լինի, չէ՞։ Հա, մենք հարցեր ունենք լուծելու, լուծենք մեր հարցերը, նոր խաղաղությունը կլինի։ Մենք դեմ չենք խաղաղությանը, բայց մենք հարց ունենք լուծելու։ Այսինքն իրենց հարմար տեսանկյունից են իրենք դիտարկելու եւ մեկնաբանելու այդ հայտարարությունը։ Դրա համար եմ ասում, չկա կոնկրետ ինչ-որ կոնկրետականություն եւ չկա այսպես զսպող ավելի զսպող
մեխանիզմ, որը որ հայտարարության մեջ, որը որ կարելի է ազդել Ադրբեջանի վրա։ Իսկ մենք ինչ անելիքներ ունենք, այ միշտ դրան ասում են տնային աշխատանք, չէ, որ մենք միշտ չենք կատարում։ Ինչ տնային աշխատանք ունենք մենք, որ պիտի անենք, որ հստակ լինի ավելի քան երբևէ ու ավելի կոնկրետ հասցեատերեր ունենան հայտարարությունները։ Գիտեք, մեր ամբողջ քաղաքականությունը պետք է կառուցվեր նրա վրա, որ այո, Հայաստանի Հանրապետությունը գնում է Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհով, բայց Ադրբեջանի Հանրապետությունից գալիս են Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի այսպես ազդակներ եւ Ադրբեջանում հայատացությունը խորը հիմքեր ունի եւ պետք է մենք հիմքը մեր քաղաքականության հիմքում դնենք սա, որ Ադրբեջանում շատ խորն է հայատացությունը եւ այնտեղ մանկապարտեզից սկսած եւ գիտահետազոտական ձեռնարկներից վերջացրած հայերին ատելու, այո, քարոզչություն է գնում եւ այստեղ մենք ոչինչ չենք արել եւ չենք ձեռնարկել միջև անգամ Բաքվի բռնապետը ինքը մեր երկրի ղեկավարին է այսպես ծաղրում եւ անընդհատ ծաղրական խոսքերով, եթե ոչ ուղիղ ինքը, չնայած ինքն էլ անընդհատ, բայց իր նազիր վեզիրները, այսպես ասած, անընդհատ մեր երկրի ղեկավարությանը ծաղրանքով են մոտիկանում, ծաղրանքով են վերաբերվում։ Եվ սա հենց այդ տեղավորվում է այդ հայատացության շրջանակներում։ Մենք այստեղ ոչինչ չենք արել։ 5 տարի 2020 թվականից սկսած առ այսօր ոչինչ չենք արել մենք ստեղ եւ մեր ամենամեծ խնդրեմը, ամենամեծ խնդիրը հենց այստեղ է, որ մենք խնդիր չենք ստեղծել Ադրբեջանի համար եւ ինքը շատ հանգիստ պայմանավորված էթնիկ եւ կրոնական պատկանելությամբ հայերի նկատմամբ թշնամանք է հրահրում իր երկրի ներսում։ Պարոն Հովհաննիսյան, իսկ ադրբեջանական կողմը նույնացնում է Հայաստանի ժողովրդին եւ Հայաստանի իշխանություններին, ոնց եք կարծում։ Այո, նույնականացնում է, որովհետև մեկ առիթով հենց Ադրբեջանի ղեկավարը, երբ որ հարցազրույցներ տվել, ասել էր, որ 2021 թվականի ընտրություններից հետո ակնհայտ է, որ հայերը այս իշխանության ընդունում են եւ այս իշխանությունը հայերի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայացուցիչն է բանակցությունների սեղանի շուրջ, հանդիպումների սեղանի շուրջ։ Այնպես որ ուղիղ եթե ցիտենք իրենց, ապա այո, իրենք ընդունում են։ Ինչ եմ հարցնում, որովհետև իրենք անդադար ռևանշիզմի մասին են խոսում ու ակնհայտ է, որ իրենք, ինչպես ասում են, հայ ժողովրդի բռունցքի ուժը մեկ անգամ արդեն զգացել են ու այդ վախը, եթե մեծամիտ չհնչի, ինչ որ չափով կա ու այն գործողությունները, որ այսօր տեղի են ունենում, միշտ չի որ համապատասխանում են օրինակ 90-ականներին տեղի ունեցածի հետ։ Կարծում եք կա այդ մտահոգությունը թշնամական կողմից, որ ամեն դեպքում հարձակման դեպքում հայկական կողմը կդիմակայի ու սցենարը չի զարգանա այնպես ինչպես իրենց ուզածով պիտի զարգանար։ Այո, իրենք անդադ խոսում են ռևանշիզմի մասին եւ անդադ այդ մտավախությունը իրենց մեջ կա։ Դա արմատավորվել է, դա կա այդ մտավախությունը, որովհետև իրանք տեսել են հայի ձեռքի ուժը, իրենք դա զգացել են, իրենք դա գիտեն։ Վերջի վերջո իրենք նաև իրենց մաշկի վրա, իրենց տարածքների, այսպես ասենք, վրա զգացել են այդ ամեն ինչը։ Եվ այսպես ասած տառապանք իրենց փորձ ունի։ Եվ այսօր իրենք ինչու է Բաքվի բռնապետը անդադ ասում, որ հայերի նկատմամբ ունենք մենք զրո վստահություն, որովհետև իրենք մտածում են, որ հայերը ինչ-որ մի բան մտածել են, ինչ-որ մի բան մոգոնել են, որ հիմա այսպես ուզում են, որ արագի մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրեն, մենք զրո, այսպես ասած, վստահություն ունենք իրենց նկատմամբ։ Եվ սա խոսում է նրա մասին, որ իրենք ամեն դեպքում իրենց նաև խանգարում է այն, որ այդ արմատացած վախը հայերի նկատմամբ կա գոյություն ունի։ Եվ այո, բացի դա 2022 թվականի հայտնի այդ բախումների ժամանակ, երբ որ ռազմական գործողություններ կրկին տեղի ունեցավ, Ադրբեջանը միայնակ էր այդ ժամանակ գործում, ոնց թե գիտենք Թուրքիայի հետ չէ, եւ ինքը հասկացավ, որ անցել է 2 տարի եւ Հայաստանի Հանրապետության բանակը կարողանում է իրենց հակազդել, կարողանում է իրենց որոշակի առումով ատամ ցույց տալ, այո, ես չեմ ասում, որ ամբողջապես մենք կարողացանք այդ ամեն ինչի դեմը առնել, բայց այնուամենայնիվ մենք կարողացանք եղանակ փոխել եւ տրամադրվածություն փոխել։ Եվ սա իրենց համար շատ մեծ խնդիր էր եւ իրենք վախ ունեն, որ
Հայաստանը կարող է գնալով ավելի ուժեղանալ, գնալով ավելի հզորանալ եւ իրենց համար խնդիրներ ստեղծել։ Դրա համար փորձում են հենց այս շրջանում, երբ որ դեռևս իրենց պատկերացմամբ եւ ընկալմամբ Հայաստանը թույլ է, փորձում են լուծել այս փուլում։ Այո, այս փուլում լուծել բոլոր խնդիրները եւ հարցերը եւ հետագայում ոչինչ չթողնել։ Կարող ենք ասել, որ այս պահին քաղաքական ամենահարմար պահն է նրանց համար նոր գործողությունների գնալու, չվախեցնելով իհարկե հանրությանը եւ չգիտեմ ապատեղեկատվություն չտարածել։ Այդ չվախեցնելու մասով ասեմ ու հարցին պատասխանեմ, ընդհանրապես պատերազմից չպետք է վախենալ։ Պետք է վախենալ պատերազմին պատրաստ չլինելուց։ Երբ որ պատերազմին չես պատրաստվում, այ դրանից պետք է շատ վախենալ։ Իսկ երբ որ հենց սկսեցիր վախենալ պատերազմից, վերջ պատերազմը տանուլ ես տալու։ Դրա համար ես անդադ ասում եմ, որ չպետք է վախենալ պատերազմից, այլ պետք է վախենալ պատերազմին պատրաստ չլինելուց։ Ինչ վերաբերվում է հարմար է թե հարմար չի իրենց քաղաքական առումով, ապա այս փուլում կապված նաև Թուրքիայում տեղ ունեցող վերջին իրադարձությունների հետ, գիտենք, որ լայնածավալ ցույցեր են զանգվածային իշխանության դեմ, հնարավոր է, որ այլևս Ալիևը որոշակի առումով մտածի, որ գործողություններ ամեն դեպքում չսկսի, որովհետև Էրդողանի համար հարմար պահ չի, որովհետև այս հարցը միայն Ադրբեջանի հարցը չի, սա նաև Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հարցն է, այսպես կոչված Զանգեզուրյան Միջանցքի խնդիրը իրենց ընկալմամբ։ Դրա համար ես կարծում եմ, որ չնայած բարդ է եւ պատասխանատու է նման բան ասել, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ լոկալ բախումներից այն կողմ հնարավոր լոկալ բախումներից այն կողմ դժվար թե անցնի բանը։ Շատ լավ, պարոն Հովհաննիսյան, նաև հետաքրքիր է Միացյալ Նահանգների առհասարակ այդ խաղաղության ոսկե դար ասվածը, որի մասին իրենք փորձում են հաճախ խոսել, հատկապես ղեկավարման գալուց հետո, նա այն իրականություն կարող է դառնալ եւ որքանով է խելքին մոտ, այսպես ասենք, աշխարհի մակարդակով հաշվի առնելով այն իրավիճակը, ինչ կա այսօր ամբողջ աշխարհում, հասկանալով, որ մենք կարծես թե երրորդ համաշխարհայինի շեմին ենք, եթե արդեն դրա մեջ չենք։ Գիտեք, խաղաղություն ասվածը խիստ հարաբերական է կամ խաղաղության դարաշրջան ասվածը խիստ հարաբերական է, նույն ԱՄՆ-ն մի քանի օր առաջ Եմենին հարվածներ հասցրեց եւ նույն ԱՄՆ-ի ներկա իշխանության օրոք նաեւ Սիրիայում տեղի ունեցավ այդ զարուրելի ողբերգությունները, որոնք որ խաղաղբնակչության կյանքեր խլեցին եւ իրենք էլ տարածքային նկարտումներ ունեն եւ իրենք հայտարարում են, որ իրենք առնվազն գոնե երկու պետության նկատմամբ տարածքային նկարտումներ ունեն, էլ չասեմ լոգիստիկ այսպես նկարտումներ ունեն կապված ջրանցքների եւ այլնի հետ, այնպես որ ասել խաղաղության դարաշրջան այդքան էլ տեղին չէ, հնարավոր է, որ խաղաղության դարաշրջան ասելով հենց նկատի ունեն ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլի դադարեցումը, այլ ոչ թե հակամարտության ամբողջական լուծումը, միգուցե դա ընկալվում է այդպես, բայց մեծ հաշվով խաղաղության դարաշրջան ասելը ներկա փուլում կամ ներկա իրավիճակում եւ ներկա աշխարհակարգում այդքան էլ այդպես չէ։ Մենք նկատել էինք ամեն դեպքում, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից սկսած ռուսական կողմը կարծես թե այնքան մեծ չափով չէր ներգրաված Հարավային Կովկասի հարցերին, որքան որ դրանից առաջ էր օրինակ 20 թվականին, արդյոք այդ ակտիվ փուլի դադարեցումը կարող է ինչ որ չափով նոր փոփոխություններ բերել մեզ համար, թշնամի պետության համար եւ առհասարակ տարածաշրջանում ինչ իրավիճակ կարող է փոխել, ոնց է տեսնում։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկսումից ի վեր Թուրքիան սկսեց աշխատել Ադրբեջանի հետ շատ ավելի ինտենսիվորեն եւ կարողացավ Ադրբեջանի զինված ուժերը ամբողջությամբ դուրս բերել ռուսական վերահսկողությունից եւ տանել թուրքական վերահսկողության տակ։ Եվ դրա վառ ապացույցը կամ դրա ամենալավ պատրվակը 44-օրյա պատերազմն էր, երբ որ 44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջությամբ ադրբեջանական բանակի վերահսկողությունը կառավարումը անցավ թուրքական կողմի վերահսկողության տակ։ Եվ դրանից հետո ավելի ինտենսիվորեն սկսեց Թուրքիան Ադրբեջանը ավելի թուրքականացնել, դուրս բերելով ռուսական ազդեցության գոտուց։ Եվ թե տնտեսապես, եւ թե ռազմական առումով ամբողջությամբ կարող եմ ասել Ադրբեջանը հիմա գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ։
այո, Ռուսաստանը անելիք ունի եւ միանշանակ այստեղ Ռուսաստանը վերադառնալու է, որովհետեւ հարցեր ունի, ավանդաբար իր վերահսկողության տակ գտնվող երկիրը, տվյալ դեպքում Ադրբեջանը անցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրի վերահսկողության տակ եւ ինքը այստեղ մեծ անելիքներ ունի։ Նաև անելիքներ ունի ինչու՞ չէ Հայաստանում, որովհետեւ որոշակի առումով նաև Հայաստանում իր համար ինքը իրենց ընկալմամբ եւ պատկերացմամբ խնդիրներ կան իրենց ազդեցության գոտիների հետ կապված եւ իրենք փորձելու են նաեւ Հայաստանում որոշակի ազդեցության գոտիների ընդլայնման ծրագրեր իրականացնել։ Կարծում եմ, որ ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո հնարավոր է, որ իր հայացքը Ռուսաստանը ուղղի դեպի հարավային Կովկաս եւ այստեղ փորձելու է, կարծում եմ, իր ազդեցության գոտիների ընդլայնման աշխատանքներ իրականացնել։ Շատ շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ եւս մեկ անգամ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն էր, ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, կհանդիպենք։